Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Պարոն Շիրինյան, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բայրամովի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների կարգավորմանը։ Սա ինչ է նշանակում Ռուսաստանի վերադարձի փորձն է տարածաշրջան, թե Հայաստանը պետք է ընդհանրապես զգուշավորությամբ վերաբերվի նման նախաձեռնություններին, հաշվի առնելով, որ ամեն օր աշխարհաքաղաքական իրողությունները փոփոխման են ենթարկվում։ Տեսեք ինչ կա, Ռուսաստանը, եթե նկատել եք, համառորեն չի ուզում հեռանալ մեզնից, այն գրկել է բաց չի թողում։ Ու իհարկե այնտեղ քարոզչական նյութը, որ մենք ենք վերել, մենք ուզել ենք, դրանք դատարկ բաներ են, որտեղ կայսրությունը ինչքան ուզեք, եթե չուզի չի գա։ Պատրվագներ ստեղծում է, բայց ինչ անում։ Հիմա տեսնում եմ, որ նվազ առողջությամբ հիվանդ է սա։ Հիվանդ է։ Նաև քաղաքական ղեկավարությունը կայսերականությամբ եւ ռուսականությամբ հիվանդ։ Դրա համար անգամ անդունդը։ Հիմա ուժերի նվազման գործընթացի մեջ անգամ չեն ուզում հաջորդին բաց թողեն։ Ադրբեջանին եւս չեն ուզում, Ադրբեջանը իրեն ցարսն է, որովհետեւ իրենք են ծնել։ Ուզում են պահեն, ուզում են չէ, բայց մեր բարակայում այդ մեզ են համոզել, իբր թե մտերիմ ժողովուրդ ենք, մենք այդ կարգի մտերիմ ժողովուրդ ենք ցանկացածի հետ։ Ասեմ ձեզ, մենք արաբական աշխարհի ժողովուրդների հետ շատ ավելի մտերիմ ենք, եւ ցեղասպանության տարիներին Արաբ ժողովուրդը նախատեսված արեց, քան թե իրենց հետ մշակույթ այդ բոլորը մոռացվել են թվում է, բայց ես հիշեցնում եմ, հիմա բայց ընդհանուր որ կանք այդ բանաձևեր սարքել եմ, մտնեմ, բաց չթողեմ, խցկվեմ, առանցից ոչինչ չլինի, բայց Սերգեյ Բայրամովը պատասխանել էր, որ դու կարիք չկա, մենք իրար հասկացել ենք եւ խաղաղություն հաստատված է, հավասարակշռություն հաստատելու մասին է խոսքը, այսինքն դու ով ես Քացով տվել է հերթական անգամ, բայց իրենք մեկը խցկվելու են, այստեղ իրենց բաների, բրոքսիների բանի վրա, ինչպես ասում են, հենվելով այստեղ անցած բանը, իրենք պետք է մտածեն Ռուսաստանն ինչպես չտրոհվի, որտեղ այստեղ հարց կա, չէ, այդ արևմուտքն ինչու շատ չի սեղմում, որտեղ վախենում է այդ հսկա տարածքի տրոհումից Բայց այդ ընթացքում այդ տրոհումից ինչ կլինի քաոսային վիճակ միակ բանը որ ունեն սովետական խլամ այսօրվա իմաստով արդեն իհարկե խոսքը Ֆրանսիայի մասին է խոսքը Ամերիկայի մասին է Իսրայելի մասին է խլամ միջուկային զենքի թափոնի եւ զենքի քանակի մասին է հիմա ինչ կան ունեն ես իրենց շատ չեմ հավատում կարող է ոչ մարտակարգ չունեն նորմալ բայց իրենք քարոշչության մեջ ստելը, երեսպաշտությունը, կծնելը, կամագլիզելը կներեք ինչպես որ հիմա Ալիևին են անում եւ ուրիշին պարտադրել է իրենց հետ վերաբերվել, եթե ուժեղ են, այս արմիաշիկին հետ են պարտադրում հասկանում եք ոնց է հիմա այս բոլոր պարականերով պիտի մտածեն իրենք չտրոհվելու մասին արևմուտքն էլ վախենում է ես չեմ վախենում որ ես մտածում եմ որ դրանք չունեն դրանք երկրորդ մասը կա ասեմ ձեզ ինչու 90-ական թվականներին Գորբաչովյան այդ ռեֆորմներից հետո Ռուսաստանը երթական անգամ աղետի ուրեմն շեմին կանգնեց եւ Արցախյան հարցը իրենց կողմից այդ ժամանակ տաքացվեց որովհետեւ այդ բաները թողեն մետաստազներ որ հետո հետ քաշեցին ինչ որ արեցին Այն խոսքը չի որ Արցախ հայությունը գոհեր մենք խնդիր չունենք խոսքը իրենց մասին է այդ ժամանակ ուրեմն դոլար էլ չունեին դոլարի խոսք կազմակերպվեց բայց անեմուտ կօգնություն որպես իրենց որ ասեք ռուսական բնավորությունը որն է կուտի կխմի ձեր հաշվին մի հատ էլ կգնա կգ բողոքի թե որտեղից ինքը գումարները որտեղից նույնն էլ արեմուտքը որպեսզի աղետ չլինի եւ այլն արեցին Եվ իշքան ես գիտեմ եւ վստահ եմ որ ճիշտ գիտեմ ամերիկյան կաղդի ծառայությունները CIA-ը եւ այլն այդ ԿՀՎ-ն էլի հավանաբար միջուկային մարտագլխիկների պաշտպանության գործին անցան ռուսական սովետական որտեղ անտեր մնաց հիմա ես մտածում եմ որ ինչի ամերիկացիները այդ մարտագլխիկները չեն համարակալել չեն տեղորոշել
Այսինքն իմաստել չկա, երկրորդ մաս կա, անշուշտ ֆիզիկոսներն ասում են, որ լավ ֆիզիկոսների մասին է խոսքը, մարտագաղթիկները 30-40 տարի կյանքից հետո սկսում են իրենց որակագործել ճշգրտությունը։ Այս պարագայում է, որ ասենք նույնիսկ Բժեզինսկի նման խոշոր մտածողը էլի մտածում է Ռուսաստանը վերահսկողության տակ թողել չտրոհելու իմաստով։ Բայց տեսեք կյանքը մի բան է, գիտեք, դուք մի բան եք ցանկանում, բայց իրականությունը բոլորովին ուրիշ բան է։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանը, եթե մեծ օգնություն չլինի արևմուտքից, միանշանակ տրոհվելու է։ Բայց կա երկրորդ մասը, անշուշտ որ բան արևմուտքը շատ հանգիստ է։ Չինաստանը մինչև Ուրալ եւ Անդին վերցրել արդեն Ռուսաստանի վերահսկողությունը։ Մենք մտածում ենք, թե մեր արմիաշկեկը ոնց է Զախարովայի տակ տեղավորվում։ Ռուսաստանը այսօր վաղուց Չինաստանի տակում տեղավորվել է եւ վերածվել է բանի Բրոքսի Չինաստանի իմաստով։ Գաղութ կասեք, իշ կասեք, այնպես որ չինացիները ես կարծում եմ չեմ մոռացել 69 թվականի Դամասկի դեպքերը, երբ Սովետ ուզում էր միջուկային շանտաժով Չինաստանի հարցը լուծել, մոռացել են դրանք։ Այդ ժպիտը քաղաքականության մեջ ժպիտը ինչ իմաստ ունի։ Այդ մենակ հայությունն էր վարչապետից պահանջում ճիշտ խոսի։ Դե հիմա էլ փաստորեն վարչապետից պահանջում ենք այս պահի դրությամբ, եթե Ադրբեջանը Լավրովին, ինչպես դուք եք ասում, ապտակում է, մենք այդ ոչ ապտակելու հնարավորություն ունենք։ Պետք է զգուշավորությունը պահպանենք, չէ՞։ Մենք զգուշավորության հարց չկա, որովհետև թաքնվեց, չթաքնվեց, երևում է դրոնները ամենից տեսնում են, էլի։ Դրա համար պետք է օգնել, որպեսզի Ռուսաստանը չքվի։ Եվ այդ դեպքում պարզ է, որ այստեղ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը համընկնում են։ Չխցկվի նորից պատերազմ չսարքի։ Ես հայությանն ասեմ, գիտեմ, որ այս արդեն մի տասնյակ հազարավոր հայի ինֆարկտի հասցրել ես ասելով։ Ուրեմն պիտի իմանան հետևյալը, որ դա մեր կամքից չի կախված։ Նա ինչքան խցկվեց Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ կոնֆլիկտի սարքին մեր հաշվին, մեր արյան հաշվին ինք արզնուց է։ Ով ապուշ է կատարյալ կարող է արցախյան իրադարձությունները հիշել եւ այո եւ մոռանալ, որ այդ գալադամորը կազմակերպել է Ռուսաստանը, ինձ էլ մեղադրել, որ ես իշխանությանը պաշտպանում եմ։ Բա ում պետք է պաշտպանեմ այ ապուշներ։ Ես որպես հայ պարտավոր եմ Հայաստանի Հանրապետության իշխանությանը պաշտպանել, ինչպես ցանկացած հայ։ Պարտավորից է մորից։ Եթե չի պաշտպանում, ուրիշ բան է քննադատություն իրար հետ ներքին համաձայնություն չունենալ, տեսը ինչ-որ մենք ունենք, ես ունեմ։ Ունագից դուր չի գալիս, ես մաֆիայի արծը ծկծկում են, հեչ դուր չի գալիս։ Բայց դա մեր ներքին հարցն է։ Այսպես ասեմ, այսօր կարծում եմ, որ երկրորդ մասն էլ անշուշտ անվստահությունը պիտի դուրս բերել մեր միջից, արդեն 8 տարի, որ ասում են 8 տարի, Հայաստանի իշխանության գլխամասը շատ լավ մանևրում է, շատ լավ է մանևրում եւ շատ լավ մեր ազգային շահերը հասկանում է եւ ուրեմն համադրման այդ գործընթացը տանում է։ Ես մի բան ասեմ, սովորեք Հեգելի դիալեկտիկական փիլիսոփայությունը, սովորեք։ Այդ տգիտությունից դուրս եկեք, տգիտությունից, որը ձեր արյան է վերածում։ Արյան, հայրենիքի կորստի եւ ուրիշի խնդարգման։ Եվ ուրիշի նացիզմը, ինչպիսին Ռուսաստանը պաշտպանել պետք չի։ Պարոն Շիրինյան, տգիտությունից ուզում եք դուրս գանք, բայց ամեն դեպքում հանրությունը հետևում է նաև իրադարձություններին, թե որտեղ տեղի ունենում, թե Ադրբեջանում, թե Թուրքիայում, թե Ռուսաստանում։ Տեսեք, օրինակ Ադրբեջանը հայտարարել է ուժի միասնություն 2026 համատեղ զորավարժությունների անցկացման մասին, դրա նախապատրաստական համաժողովը արդեն կայացել է Բաքվում, ընդ որում զորավարժությունների մասնակցում են 6 երկիր՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իրաք, Ղզղստան, Ուզբեկստան։ Այստեղ Հայաստանի համար արդյոք տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը չի փոխվում։ Չի փոխում, որտեղ մենք շատ թույլ ենք, փոխված է։ Մեր այդ չգեներալների, ես գողավազակ իշխանությունների, կողոպտիչների, դղյակատերերի, ուսադիրներով ես բարագայում։ Պատճառով, ոսկյա, հա, ես ասել եմ, շշմել է Երևանում ինչ-որ ոսկերի չկա, մոտը տանում ոսկե, անասում են էլ որտեղ ուսադիր, աստղերը, նախ աստղը մերը չի, աստղը մերը չի, 5 աստղը սովետական էքսպանսիոնիզմն է, ռուսական, համաշխարհային,
ինտերնացիոնալը, բայց ուղեղներն այդ կա չի աշխատում։ Ես դա շշմել եմ, մինչև ինձ հասկանալ չի թե ոսկե աստղ հայրենիքը ծախեցին ոսկե աստղի համար, ինչ։ Հիմա դնենք շատեր որ խոսում ենք արդեն մենք մեզ դեսպան ենք լինում, փոխվում է թե չէ, շատ է փոխված։ Ուրիշ բան է որ Սև լճի օրերի շրջանից, եթե համացանցը նայեք, ես ՔԺԿ-ի անունից մեծ հայտարարություն եմ արել իմ եւ Հնդկաստանի դեսպան պարոն Դվալի հանդիպման մասին։ Հնդկաստանի դեսպան այդ օրերից շրջանից սկսվել է Հայաստանի երկրորդ этап, ասենք, մերձեցումը Հնդկաստանի հետ Հայաստանի Հանրապետության, հետո նաև զենքի մատակարարումներ։ Դետակուկներում ես եմ ասել Հնդկաստանի 10 հայտարարություններ կա, այսինքն գլուխկովելու բան չկա այստեղ։ Այս ժամանակից հետո հիշում եք Ֆրանսիա, հետո հիշում եք Ամերիկա եւ այլն։ Հիմա ինտենսիվ կերպով իշքան ես գիտեմ բնականաբար ուրեմն տեղի ունենում այդ տարբերության մերձեցում։ Մենք անհամեմատ այս Ղարաբաղյան կլանը եւ Ադրբեջանի զինվորները իրար հետ կապ չունեն, այս Սերժի 40 թվականի թնդանոթները հիշեք։ Մենակ իրենց սրանց զուգարանը կոնքերն են ոսկե եւ ժամանակակից եւ իրենց ոչ ուղեղները։ Մնացածը բան չի։ Հասկանում եք ոնց է։ Հիմա տարբերությունը վերազինում է գնում, ինչ կանով, ինչ կանենք հասել, դժվարանում եմ ասել, երևի այստեղ էլ չպետք է քննարկվի, բայց համացանցում կան նյութեր, եթե դրանք ճիշտ են, ես ենթադրում եմ հիմնականում ճիշտ են, Հայաստանը ինչպիսի դիվերսիֆիկացիոն անվտանգային զինական ուրեմն իրականություն է առաջացնում։ Ինչքան է տարբերությունը մոտեցել, դժվարանում եմ ասել, այ եթե մոտիկ լիներ ադրբեջանցիք վաղուց ջերմուկը կամավոր թողել գնացել են։ Եթե չեն գնում, ուրեմն բարձր է մեր տարբերությունները, որը պիտի հաղթահարել։ Հիմա այս զենքի մասին է խոսքը։ Զորավարժությունները դրանք զորավարժությունը բան է։ Դե ամեն երկիր իրավունք ունի զորավարժություն անելու, մենք էլ ունենք, չնայած Ադրբեջանը փորձում է մեզ բոլոր իմաստերով վերահսկել, որտեղ թույլ ենք, ներքին պառակտում կա եւ ներքին ոսոխը ռուսական է, մերը չի, չէ որ հայերեն խոսում տեսակ ինչ են անում, բայց հիմա այդ ոսոխն էլ իհարկե կարող են վիրավորվել, բայց եթե օտարին են ծառայում, ոսոխ են, բայց չեն։ Բայց հիմա հարցը ինչ է, պիտի կարողանան միջազգային հարաբերությունները մենք էլ տեղավորվենք։ Իրենք ուժեղ են մեկ, երկրորդ իրավունք չի արգելում անել։ Դա ուժի ցուցադրություն է նաև այդ զորավարժությունները, ուժի ցուցադրություն է եւ այս տեսնում ենք հիմնականում թուրքալեզու մուսուլման։ Այո, այդ կոնսոլիդացիայի հարցը կա եւ այլն։ Մենք էլ ունենք դաշնակիցներ, Ամերիկա, տեսեք, մեր հարազատ եղբայր ռուսներ, արմիաշկեկի ռուսները։ Ամերիկացիները այս սահմանափակ ինչ-որ զորավարժություններին կերնակ ոռնոստերին բան զռռում էին, չէ, հիմա թող զռռան, իրենց քթի տակ է, բարձ է ես, ձեն կհանեն, սարսափեն, լիզեն, ինչպես որ են մեկը գնաց հետույքը դեմ արեց, երկնքին չոքեց Ալիևի արձանի դիմաց, հիմա ձեն հանեն, կտան աշկեր կհանեն, եւ տեսնում եք այնտեղ ռուսական բան չկա, բան, ընդդիմություն կոչված եւ այլն, ագենտուրա է, վերցին ագենտուրային էլ հարց փակեցին, ամբողջ ինչը չգիտեմ, բայց երկրորդ մասը կա։ Ադրբեջանը ինքն ունի բազմաթիվ խնդիրներ եւ այդ խնդիրների մենք զինական իմաստով ինձ թվում է մենք չենք այլևս, մենք խնդիր էինք։ Հիմա խնդիր ինչ կանով ենք, չգիտեմ, գլխավոր շտաբը կարող ասել, բայց այն չի։ Հիմա երկրորդ մասը կա։ Ադրբեջանը ինքն ունի շատ բարդ հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որովհետև տարածքը տրամադրել է Իսրայելին եւ այդ խնդիրը մնում է, խնդիրներ ունի Ռուսաստանի հետ Դաղստանի հարցը կա, այնտեղ լեզգիներ, կիսված ժողովուրդներ, ռուսներն են թուրքերի հետ կիսել, էլի, այդ ամեն ռուսական է։ Այս խնդիրները կա նաեւ Կասպից ծովի, ես ինչքան հիշում եմ, դեռևս հարցը չի կարգավորած ամբողջականորեն եւ այլն, այսինքն Ադրբեջանի զինվածության խնդիրը բազմաթիվ վեկտորներ ունի։ Մերը թուրքական, ռուսական ցավն է հիմնականում, որից 200 տարի չեն դուրս գալիս, մեր ուղեղի համար նաեւ, մեր ուղեղը կարծրացած է։
իսկ իրենք այդ խնդիրներ ունեն, այնպես որ բայց ուժ ունեն անում են։ Դուք տեսաք Ալիևը ինչ խախտեց համաշխարհային քաղաքականության մեջ, ասեց կներեք թքած ինքնորոշման իրավունքի վրա էլ ինքնորոշվողի վրա էլ ջարդելու է։ Գերական ուժն է եւ ոչ թե մարդու։ Ոնց որ ինքնորոշման իրավունք չկա, բայց մինչդեռ իրավունքի մեջ երկուսը կա, ինքնորոշումը կա եւ կա նաեւ տարածքային ամբողջականություն եւ իրականության մեջ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չուներ, որտեղ ինքը ուրիշ ձևավորման, բայց տեսնում եք, որ ոչ մեկը մեզ չպաշտպանեց եւ մենք մնացինք աշխարհում միակը եւ մնացինք ինչու համար, որտեղ որովհետեւ դա չլիներ, տասնյակ տարիներ իրավունքը պետք է նաեւ ուրիշին հասցնել։ Այս ողորմելի բաները, քծողները այնքան քծեցին մեզ, մինչև մեզ քծեցին, ոչ թե ռուսներին, արել է, ինչ էին արել, հիշեք ձեր քննարկումները։ Ես իշքան եմ ասել ինքնորոշման իրավունքը մեզ տեղ չի հարցնի, քուրարաքսը պետք է ստեղծվի, պիտի եւ լախը խփվի, որտեղ ճար չկա։ Բայց լսող եղել է, լսում էին, իրենց խանգարում էր, որտեղ իրենք այդ օրը օջախում խաշուտ էին, ինչ են ասում, հիմա էլ նոր բաներ էլ է։ Գարամ մսով պանիր պետք է ուտեն, տրակվեն էլ է, չգիտեմ ինչ։ Ինձ համար ոչ բաներ։ Ուզում եմ ասել, անում է ինչ մենք պետք է ես այս առիթ թույլ տակ ասեմ։ Ես գիտեմ, որ գիտության լավ կլինի որ իշխանությունները լսեն բնագետ, տեխնոլոգ, ֆիզիկոս եւ այլն, բնագիտության այդպես ասեն, տեխնոլոգիական գիտության բազմաթիվ գործիչներ նամակ են պատրաստում վարչապետին մեր ակադեմիայի անէֆեկտիվության, անիմաստության եղած վիճակի, նորից բյուրոկրատիան շարունակելու եւ այլն հարցով։ Մենք այս հարցը երբ որ լսում ենք ամեն անգամ ձեր բարձրացրած դագնաբի մեջ ենք ընկնում, բնական է սահմանամերձ գոտին էլ բարձ է որ ուրիշ է լինում, այս ռեսաստրուկներն կակտիվանան եւ բարձ է էլի։ Սրանք այսպես ուրիշի մարմին, ոնց խոցը ուրիշի մարմնի մեջ։ Հիմա այս պայմաններում մենք պետք է մտածենք օպտիմալ տարբերակը գտնենք, ինչպես երկիրը շատ արագ վերազինենք, շատ արագ, որտեղ այն ձևերը գիտությանի փրտե ռեֆորմը որ կա կրթության մեզ, ոչ միտեղ չի տանում, վստահ եմ, ես գիտեմ, որ դա ոչ միտեղ չի տանում, ես հակառակը փողերը մսխում է գնում, ընտանեկան կլանների նույնիսկ հիմնարկներում ձևավորվում են եւ նորից կողոպուտը շարունակվում է այլ ձևերով, այլ մակարդակներով, այլ պիտի պատժել դրանց, օրենքով պիտի պատժել։ Եթե մենք գիտությունն ու տեխնոլոգիան առաջի պլան չենք մղելու, անկեղծորեն, մինչև վերջ, ոչինչ չի փրկելու, իսկ եղածը կարծես ես գիտեմ, որ չի փրկում եւ այս նամակ հրապարակեն վարչապետին կարծեմ նախատեսված է Երևի դուք եք կանչեք քննարկեք, ես իրենց խոստացել եմ կօգնեմ հանրայնացնել։ Եթե կարիքը կա, իհարկե կարող ենք այլ տաղավարով։ Մենք այստեղ ունենք, ռեսուրս ունենք, անսահման ռեսուրս ունենք կրթության որակի փոփոխաստիարակություն նախորդ։ Այսինքն ընդհանրապես իշխանությունների կամքն է այստեղ։ Իշխանությունների հասկանալու հարցն է, ոչ թե կամքը, ընկալելու հարցն է, ոչ թե անխելքեման, ես այդ նկատի չունեմ, հասկանան ռազմաստրատեգիական հարցի նշանակությունը, այն որ պետք է բանակցեն, այն որ պետք է խաղաղությունից խոսեն, թե պատերազմը իրենց գործն է, իրենք պետք է իրենց պատասխանատվության գոտին է, իրենք գիտեն ակտուալ քաղաքականության մեջ ինչ կա, մենք այդ կամ չենք իրազեկ։ Ալիևին չենք զայրացնի դրանով։ Չկարող են եւ հիմա մարդ սարքեն գնա սատկեսնեն, ես դրանք նկատի չունեմ։ Ես այդ մարդը չեմ, ինձ այդ ես չէ ուզում եմ ասել իրենք նկատի ունեմ, թե դուք խոսում եք վերազինման մասին, բայց Ադրբեջանն անընդհատ մեզ ճնշում է, չէ՞ դրանով։ Երկար ժամանակ սովետի բարակայում մինչև Մոսկվա գնալը եւ այլն ընդհանրապես բան չէր խոսում։ Գիտեր երկրի վիճակը չէր խոսում, գիտեր ռուսիչ կարող է անել, այդ երբ որ ուժեղացավ գնաց եւ այլն։ Ուզում եմ ասել, ես սրանք իրենք թող որոշեն, մենք չխառնվենք, հուսանք որ այդքան խելքները հասնում է, դե հասնում է էլի։ Այդ այդպես չէ, բայց դրանից զատ ինչ կլինի չլինի երեք բանը ռազմաարդյունաբերական կոմպլեքսը պիտի շատ արագ զարգանա, բայց ուղենիշները ճիշտ պետք է ընտրվեն։ Եթե դուք իմ ակադեմիա կոչված ռեֆորմ եք անում, որից հետո ստանալու եք ավելի լավ վատ ակադեմիկոս կիսագրակետից անգետ, եթե քաղաքագետից
հիմա ունենք կիսակրագետ քաղաքագետ, եթե ստանաք ակադեմիկոս քաղաքագետ մինուսով, ուրեմն լավ է չանեք, բայց հիմա հարցը դրա մասին չի, որ մենք արագ պետք ուղենիշները ճիշտ ընտրենք, արդյունավետությունը ինչ կան հնարավոր է եւ ուրեմն շարժվենք առաջ։ Ես ասեմ հետեւյալը, որ փորձը շատ դիպական է։ Ժամանակին Ադենաուրին շատ էին մեղադրում Հիտլերից հետո, որ նա Գերմանիա չի միավորում եւ այլն, էլի շատ բաներ էստեղ ասել են, բայց ինչ է։ Բայց Ադենաուրի մտածումը հանճարեղ էր, ինչու։ Ինքը դրա մասին չէր խոսում, ասում էր չիլնու։ Այդ սովետը աշկերս կանի Բերլինում էր, էլի, այսինքն ինչ կա։ Հիմա մանավանդ բան չէր մնացել։ Հիմա բայց ինչ եղավ։ Նա ստեղծեց այնպիսի Գերմանիա, որը հիմքերի մեջ նա տասնյակ տարիներ հետո նախապատրաստեց Գերմանիայի վերամիավորումը։ Պարզ է, այսինքն դեմ էր խոսում, դեմ էր գործում։ Այսինքն ամենը ներքին կարգով աշխատել է պետք, Պետքով աշխատել է պետք եւ ազգային պետական շահին ու ազգային իդեալին նվիրված մնալ է պետք։ Բայց խոսել չխոսելը տակտիկայի հարց։ Ինչպես արեց Ադրբեջանը այս 30 տարում Ադրբեջանն ինչ արեց, հա։ Այ ձեր ասածն է։ Հա, տվեց աշկերը հանեց Ղարաբաղյան կլանը կծել կացուտակ շփը, գիտեն հայ ժողովուրդը չի պարտվել, իրենք են պարտվել։ Իրենց ամեն ինչով իշքան բան ասես կասել են։ Հիմա ձեն են անում։ Եկել են այստեղ իշխանություն են գրավում։ Այս եկել են այն իմաստով չի որ Արցախահայություն չպետք է ստեղ գա, խոսքը դրա մասին չի։ Կլանի մասին է։ Ուզում եմ ասել, հասկանում եք, հիմքերն այնպես տարեց, որ հետո քոլը, որ ԿԴՄ-ը նորից Գերմանիաները վերամիավորեց առանց կրակոցի, հիշում եք Բերլինի բադը քանդելը ինչ երջանիկ բաներ աշխարհի համար։ Այդ այն աշխարհի, որը Գերմանիային սղկել էր ժամանակին։ Սա է հանճարեղ քաղաքական, հանճարեղ հիմքը։ Բայց այստեղ քանի որ առիթ եղավ, ասեմ մի բան, աշխարհով հայությանն եմ ասում։ Եթե չունեք ազգային իդեալ, եւ չգիտեք ինչպիսի պետություն եք ստեղծում։ Հենց այնպես պետություն եք ստեղծում, ոչինչ չենք ունեն, մենք թույլ ենք։ Մենք չունենք այդ Ամերիկայի նման այն դաշնակից, ինչ որ Ամերիկան էր Գերմանիայի համար, բայց քիչ չի արդեն եղածի իմաստով, չէ։ Դրա համար ես ձեզ առաջարկում եմ վերցրեք քրիստոնեա-դեմոկրատական իդեալը, այ քրիստոնյա ժողովուրդ, այ աշխարհում իբրև թե քրիստոնեացած քրիստոնյա ժողովրդական մեր կոնցեպցիա վերցրեք Տրտատ Թագավորի հանճարեղ քայլի Գրիգոր Լուսավորիչի քայլի հանճարեղությունը եւ արեք այդ կոնցեպցիայով Հայաստանը կվերածվի, ուրիշ կերպով չի վերածվել։ Կլինի պետություն, այստեղ ամեն ինչ է որ լինում, մի հատ սպանում են, մի հատ այնտեղ գիշերը փողոցում են գանում, մի հատ ծերեթելի պետություն են լետել, գողապետություն, բանա, պետություն եւ ան պետություններն են իրեն։ Այսպես եւ այսպես կշարունակվի օլիգարխիայի բանը, հա, փողաթափությունը մի 40 տարի կգնա մինչև եւ ուզում եմ ասել հստակեցրեք մեր քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությանը մերժեցիք, բայց իր գաղափարները վերցրեք մեր փրկություն դրա մեջ ուրիշ բան չի։ Եվ պարոն Շիրինյան, Այսպես, հա։ Ամեն դեպքում զորավարժությունները, որ անցկացնում է Ադրբեջանը, մենք ինքներս ունենք մտածելու, խորհելու, հենց ձեր ասածն է, այդ վերազինվելը։ Չսպանել ունենք, ասեմ հիմա մենք եթե ենթադրում եմ արտգործնախարարություն ունի իրավաբանների միջազգային իրավունքի զենքի եւ այլնի ոլորտի մասնագետ իրավագետներ, եթե բողոքելու բան կա, ձայն պատրաստի։ Հա, նորմատիվները խախտվել են, չեն խախտել, այդ չի որ խելոք նստել ես ինքը ինչ է անում։ Պիտի ինքը ուժեղանում հզոր դիմադրողականություն կազմակերպել, ինչքան մեր ուժը պատում է, նաև մի քիչ ավելի։ Բայց չափը պատերազմը չպետք է հասցնել։ Չնայած պատերազմ չեմ հավատում, քանի Տրամպը կա, ոչ մի Ադրբեջան, ոչ Ռուսաստան պատերազմի ունակ չի, բայց շանտաժի ունակ են, մինչև վերջ։ Բազ է, դրա համար հիմա պիտի այն իրավագետներ, պետություն, կառավարություն, հայտարարություններ, նաև միջազգային դատարաններ, բաներ, դե ես այդ մասնակետը չեմ։ Եթե դրանք խախտվել են, պիտի անպայման շարժվել դրանց։ Կամ եթե կխախտվեն։ Փափուկուժը պիտի գիրառել մինչև վերջ։ Բոլոր հնարավոր միջոցները, մեր երկիրը պիտի վերականգնվի, մեր ժողովուրդները հերիք ես, պիտի ասել այդ հերիքը հայոյեք, ով որ խելացի բան է ասում, մի հատ լապարոշ դուրս տակ ինչ որ մասի, այդ սև զանգված են ասում, հերիք է, ինչ եք ուզում։
Այ ապշոչեք։ Ասում եք, քանի Թրամփը կա, պատերազմի հավանականությունը։ Ասի ամերիկյան քաղաքականությունը կայուն է մեր հանդեպ։ Հիմա Թրամփի ուղուն նշանակել է ղեկավար Կոստանտին Սոկոլովը։ Նորմալ է, ինչ է։ Ինչպես է վերաբերվում Վատ կագեբեշնիկները հանել են հրյա է բանը, մի ազգից մտելներ էլի, վատ է որ հրյա է։ Մի հատ հրյաներ են մոտեցեք հայվաններ։ Ռուսելն է անպայման, բայց մի վախեցեք, ռուսացած հրյա է։ Չնայած հրյան ռուսացած չլինում երևի։ Այսինքն այս նշանակումը դուք ինչպես եք վերաբերվում նշանակմանը։ Ամերիկյան քաղաքականության մեջ ոչ ինչ մտել։ Ընդ որում նշանակվել է նաև Թեղուտի պղնձի մոլիբդենային հանքավայրի այդ ամերիկյան ընկերության ղեկավարն է։ Եթե օրենքով աշխատեն, օրենքով ամերիկյան վստահելի է ձեզ համար այս նշանակումը։ Մեզնից է կախված, եթե մի երկու չինովնիկ չպետք է գողոպուտի մեջ մտնեն, դրանց էլ փչացնեն հայերը։ Ուրիշ բան է, բայց ամերիկյան տեխնոլոգիա, ամերիկյան օրենք չեք ուզում եք, չէ՞։ Այնպես որ դրա մասնակետը չեմ։ Թրիփի վավերացումը այս ղեկավարով դուք համարում եք, որ մեզ համար մեծ Եվ ասեք լիներ պերուացի, ինչ։ Ենթադրենք լիներ չիլիացի, ամերիկան ոնց է, կամ էլ կորեացի։ Անկախ նրանից ով կլինի, մեզանից կախված։ Հա, հիմա ինչը Թրամփը ինչ է։ Հայրը մաքուր գերմանացի է, մայրը Թրամփի շոտլանդացի է, ինչ։ Այդ էլ պետք է ասեն, այս չեկիստներն են, այս մգլած, մառախլապատ ուղեղով ռուսական ցանկությունով։ Այն ենթադրեն Ղազախ լիներ, պետք է ասեն մահմետական է, վայ։ Մի բան դերներ։ Հիմա բայց ես ուրիշ բան ունեմ ասելու։ Ես վաղուց է այն տեսակետն ունեմ, որ մենք պետք է ոչ թե մեզնից ուժեղներից սարսափենք, դա սովորություն ունենք այդպեսի կոնտակտի մեջ մտնել, եթե հնարավոր է հրեական լոբինգի հետ աշխատել, եթե ի վիճակի են, եթե ռուսական KGB-ի գործակալներ չեն, որոնք պետք է հակառակը խոսեն, եթե մեր ազգային լոբինգն է մեր, ենթադրում եմ, պետք է կոնտակտի մեջ մտնել եւ ուրեմն ասեմ աշխարհում բանաձևը հիշեք, աշխարհում ոչ մի բան հավերժ չի։ Հավերժը Հայաստանն է եւ Հայաստանի պետական ազգային շահը։ Ու վերջ Հայաստանի ազգային պետական շահ հավերժ է Հայաստանով։ Ում հետ մնացածը բաներ։ Քանի որ խոսում եք, ասում եք հрьяաների հետ էլ պետք է լոբինգի հետ աշխատել, տեսեք ինչ ստացվեց։ Փաստորեն Նեթանյահուին կարողացան Ադրբեջանը կարողացավ բանը Սակալովը հրյա ցակումով ամերիկյան քաղաքացի, ամերիկյան պետության առաջադրանք կատարող, այսինքն ինչ է նշանակում հրյա։ Բա որ ասենք հայ կագեբեշնիկ հայ լիներ, լավ կլներ, այն մի հատ կա ՀՍ, չգիտեմ ինչ։ Այսինքն դուք մտավախություն չունեք, պարզապես պետք է ճիշտ աշխատել, մեզանով անել, ինչպես դուք եք ասում այդ ղեկավարին։ Օրենքը սովորել, լեզուն լավ, դե անգլերենի նրբություններին լավ տիրապետել, որ ես չեմ տիրապետում, որտեղ լեզուն առանձնալ եւ ազգային շահ լավ հասկանան մեր։ Եվ մեր ազգային շահի տեսակետից ելնելով, ինչ կասեք, որ Նեթանյահուն փաստորեն Ադրբեջանի միջամտությունից հետո արգելափակեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը։ Առաջինը վարչապետը ասեց ու շատ իր մի եղեք, ես էլ եմ ասել, չնայած ես չգիտեի, որ վարչապետը ասել էր գործ չունեք։ Ես հիմա էլ ասում եմ գործ չունեք։ Էլի թող հիմա հրաժարվեն, չհրաժարվեն։ Այդ այն բանն է, փողոցում կան տանում են, բերում են ձեզ ինչ։ Իհարկե մեր անունը տալիս են, պատրվակն է այդ։ Հիմա այնտեղ գնում է դորգ, ռուսերեն ասեմ, առևտուր, թուրքերի հետ ինչ կոնտակտ է, որովհետև այստեղ երանգյունի աշխատում։ Այսինքն պատմական արդարության մասին խոսք չկա։ Բաքու եւ Թել-Ավիվ։ Պատմական արդարության մասին խոսք չկա, սա ավելի շատ աշխարհակաղակական շահեր է։ Մասին հայերն են խոսում։ Մոռացեք դրան, քաղաքականության չտեսակ Արցախի հարցով 120,000 մարդ տեղան արեց վերցրեց բոլորի աչքի առաջ, մի հատ ով ասող չեղավ, բացի որ ամբողջ կրակն ուղղեցին Հայաստանի իշխանության վրա, որը ոչնչով այդ օրը բացի են օգնությունը, որ կազմակերպեց, ի վիճակի չէր, որ նպատակը նաև Հայաստանի պատերազմի մեջ ներքաշելն է ռուսական նախագծով եւ ջնջխելը, այսինքն մի հոգի բողոքել է դրանից, արդարբար, դրանից արդարբար 5000 քրիստոնյա աշխարհը 5-6000 տարվա ներկայություն ունենք, չէ, ավտոխտոն ենք։ Մեկը ձեն հանում են Կիրիլ կոչվածն էլ այս բանինկերը, այս ուզուրպատորի աղբերը,
Չասես տադիվանքը անհավանական մշակույթի օբյեկտ է, ինչ արտահայտություն է։ Ես առաջարկում եմ երկրի ներսում արտահայտություն, որ պիտի մենք որպես ժողովուրդ պետություն մենք արդար եւ համայնք որպես համաշխարհային ժողովուրդ արդարություն տեղափոխենք իրար մեջ։ Մնացած այդ արդար Հակոբ Պարոնյանի ոճով ասեմ, այդ արդարություն բառը պիտի տնենք սեյֆը փակենք, մեր համար փակենք։ Չկա նիխտ դուրս գան կարճատև գովազդային դադարի եւ այդ արդարության մասին խոսենք, թե ինչպիսին է։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Շիրինյան, խոսում ենք արդարությունից, խոսում ենք անվտանգությունից, ուզում ենք, որ մեր սահմանները անվտանգ լինեն, մենք վերազինվենք, որպեսզի կարողանանք ապրել, արարել, բայց ստացվում է, որ մենք մեր սեփական տանը անվտանգ չենք։ Երևանում կրակոցներ հնչեցին, Մուրացյան փողոցում, Վաղարշյան փողոցում ընդհանրապես այս 3 օրվա իրադարձություններն եմ ձեզ ներկայացնում, քաղաքացիները հայտարարում են, որ անվտանգ չէ քաղաքը։ Հիմա ինչ է ստացվում, մանավանդ եթե վիճակագրական տվյալներին ենք նայում պաշտոնական 2020 թվականին հանրապետությունում գրանցվել է 26468 հանցագործություն, 25 թվականին 46337, այսինքն 75% աճ է գրանցվել, եւ 83%-ով աճել է հրազենի կիրառմամբ կատարված հանցագործությունների թիվը։ 2020 թվականի եթե եղել է 83 դեպք, 2025 թվականին 152 դեպք։ Հիմա ինչ է ստացվում, ինչ պետք է անի պետությունը, որպեսզի այս զինված միջադեպերը կարողանա կանխի մարդասպանությունը,
եթե մենք խոսենք վթարներից, նույն վիճակն է, այնտեղ ենք զոհեր ունենում, եթե խոսենք ջրահեղձությունից, հիմա նորից ամառին, որ սկսել է գետերում, երիտասարդների դիեր են հայտնվում, մի խոսքով, այս իրավիճակը ինչ է ասում, ինչու քաղաքացիների անվտանգության հարցը չի լուծվում։ Տեսեք ինչ կա, հիշում եք անցած ժամին խոսեցինք, ես ասեցի, որ Հայաստանում եւ աշխարհի շատ երկրներում կա երկու պետություն, ինքը ֆասադն է, ինչ որ կա, ընտրություն, նորմալ եւ այլն, այս մասը ինչ որ կա գողապետություն, որը deep state-ն է, մեր մոտ գողականության բանի վրա է, դա մաֆիան է, դա խորքի պետությունն է, խորքի պետություն ինչ է, կա հիշում եք Դեմիրճյանի ժամանակ քարտուղարների համար ինչ էին ասում, դե ասում են հո այդ քարտուղարները չեն կառավարողը, ուրիշ կառավարող կա, ցեխավիկ, դքինորը, ամներ կային, հիշեք էլի դա ես բան չեմ անում, եւ դա ապերոների հասարակություն էր, իրական իշխանությունն այնտեղ էր, քարտուղարը պաշտոնա, նույնը բանը, ասենքն պաշտոնապես ձեր հարցը չի լուծում, ծանոթ եք գտնում, բուհում տեղավորվում եք, հիմա իրավագիտության ֆակուլտետում մի հարց կա, չէ, մենք գիտենք, որ Դեմիրճյանի ժամանակ լսել ենք, ես չեմ փող աշխատել, ասում են իրավագիտության ֆակուլտետ ընդունելու համար այսքան գումար են վերցնում, չէ, ճիշտ է։ Ասում էին։ Հիմա դուք այդ գումար տված դատախազից այսօրվա եւ դատավորից արդարադատություն եք ուզում։ Եղավ, եւ որը շարունակվել է, այն չի եղել, որ այդ իրավագիտության ֆակուլտետը քաղաքացին հիմա այդ արտահայտությունը վարչապետից է ուզում պահանջում եւ ուզում։ Այն խորքը կա, որտեղ չի լինում, որտեղ հարցեր են լուծում, փողը տարան, Վանոյի ժամանակ էր, գիտեք, ինչքան հիշում եմ, Վանոն էր, թե ինչ իրենց վերցնելու իշխանության, ինչ-որ մարդու փող էին տվել, տարել էր բժշկական մարդեր ընդունել, ինչ-որ լավ չեմ հիշում նման բաներ։ Այսինքն կա պետության իրական մի վիճակ, որը deep state-ն է անգլերենով, խորքի պետություն, այդպես է թարգմանվում, որտեղ կա ռեալ իշխանություն։ Հիմա քանի տոկոսն է իրենը դժվարանում եմ ասել, բայց հարաբերություններն են, խնամիներն են, ծանոթներն են, ախպերներն են, որտեղ գումարը պատտվում է, որտեղ եւ ամենյութական բարիք, ազդեցություն եւ պաշտոնի նշանակումներ եւ այսպես, այս սա կա։ Այդպիսի deep state կա նաեւ ինչ-որ չափով Ամերիկայում։ Այդ խորքի հարաբերություններ Թուրքիայում օրինակ ցեղասպանությունը deep state-ն է կազմակերպել, այդ խորքի պետությունը իրենք կույս են, ոչ մի խնդիր չկա, բան չկա, իրենք չեն արել, եղել է ինչ-որ ասում են պաշտոնը։ Հիմա Հայաստանը ամենավատ տարբերակի մեջ է, որտեղ իշխանության լութոկրատ տեսակն է առաջացել։ Ես դա շատ ասել եմ ժամանակին ասում էին այդ բանն է, գողապետություն, երբ որ գողական ապերոն իշխանություն դարավ։ Դուք հիշեք ազգային ժողովը մի քիչ կադենցիայից առաջին չէին ասում, ՊՊԶ-ների խորհրդարան առաջացավ, սեմուշկա ճրտողների։ Մի ժամանակ մամուլում եղավ, այն չի որ ուղի իմաստով չի ասված, բայց եւ այսպես հիմա Հայաստանում դա շատ է ուրջացել, մաֆիա եւ այլն, երբ որ Հայաստանը անկախության ռեալ քաղաքականություն չուներ, դա Ռուսաստանի հետ համարժեք էր գնում եւ շատ էլ տարբեր չէ Ռոստովի գողերը թե Հայաստանի գողերը, որովհետեւ ինչքան ես գիտեմ Հայաստանի գողական աշխարհի մայրաքաղաքը Ռոստովում է, մեր լավ գողերը այնտեղ սերժանտների ենթականերն են։ Այսպես իմ իմացածը եմ ասում, որտեղ մասնագետ չեմ, բայց կան աշխատանքներ կարող եմ ասել օգտվել։ Հիմա այդ բանը կա եւ ահա երբ որ մենք ռուսների հետ թվում է հարց չունեինք, ամեն ինչ օքեյ էր, հիշում եք մի հատ էլ որտեղից Օմսկից էին մի հատ գորխոզի նախագահ փոխմարզպետ ճարել հանրապետականները, ստեղ վայ, թե Գույբիշևից էր մարզպետ, բան։ Հիմա պետությունը Թրամփի հետ է բանանում, հարաբերվում Ամերիկան, նախագահ Մակրոն եւ սա հաշիվ չի ասում, չէ՞ որ, բայց այդ գողական իրենց սրտով էր։ Հիմա երբ որ Հայաստանը պատերազմում չկատարեց Ղարաբաղի ռուսների կամքը, չգնաց ռուսկի միր ստեղծելուն, այլ այդ կորուստների եւ այլ շարունակեց կռիվը ըստ էության Ռուսաստանի դեմ, չխոսելով Հայաստանի անկախության կուրսը ուժեղացավ, անկախություն, ազատություն եւ հասա
բախման մեջ մտավ այդ Ռուսաստանից հովանավորվող գողապետության հետ իր բոլոր, որոնք նաև իշխանության մեջ են, ինչու փոխկապան ամեն ինչը, բայց մեկ է, սրանք ինչ էլ ուտեն, խաշებ բաներից պետք է վզներից պետք է լցվի, որտեղ իրենք այդ ազնվականը չեն, ինչ էլ լինի։ Հիմա ինչ որ է, այստեղ հակասություն առաջացավ եւ հիմա սրվել է վիճակ ինչու, որովհետեւ պետությունը հասկացավ, ես շատ եմ ասել, իշքան որ ասում եմ, լսեք, չէ, ես իշխանություն չի անում, ես ասել եմ իշխանությունը թույլ է, պետությունը այդպիսին է, մեր պետությունը, ոչ թե դուք եք ես եմ, հիմա այդ է եղած վիճակ է, բայց հիմա երբ որ անկախության կուրսը, Ամերիկայի հետ մերձեցումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կանոնավորում, Ադրբեջանի հետ հարաբերությունների այս հարցերը Հայաստանին բերեց, կանգնեցրեց իր խաչմերուկում, իր խնդիրներով, ահա ներքին հակասությունները դարան ավելի երևացող եղան եւ այստեղից կրակոցներ բան եւ նաեւ իշխանության որոշակի քայլերը այս մաֆիային զսպելը իշքան որ անում են, ինչեմ, նաև ես մենք ասենք մեզ համար շատ բավարար չի, որ այդ գույք են վերադարձնում, բայց նաև վարչապետը բազմաթիվ անգամ միլիարդավոր դրամների անուն է տալիս, որ այսքան գույք է վերադարձել, այսինքն սրանց գուլակաթափ անել, բարձր է, որ այն բոնզերը, մաֆիայի պարագլուխներ սարսափի մեջ են, ինչի, դե վերջին աշով ինչ եղավ, Ծառուկյան Գագիկի բարակավ ինչ եղավ, հələ որ պատկերացնում եք, այդ վերցնում են հայտարարել են, սա մի բան։ Նկատի ունեք իշխանության գործողություններն են ստանում իրենց ներքին այդ հարաբերությունները կարգավորելու։ Իշխանությունը ճարճունի չանելու դա։ Նույնիսկ եթե չուսում պետք է անի, որպեսզի պետությունը կայունանա։ Պարոն Շիրինյան, իշխանությունն է դրդում դրան, որ իրանք իրար մեջ են իրանց հարցերը լուծում։ Իրենք հակադրվում են։ Դուք պատկերացնում եք Ծառուկյան Գագիկը, որ գետնին դրած ունի բոլորին, մենք հիշում ենք, չէ՞ ինչ էին անում ինքը։ Իր մարդիկ, հիմա իրեն վերցնում են գետնին են դնում, պատկերացնում են, դա էլ հանրայնացրեցին միտումնավոր հետ վարչապետի, վերջը ուզում եմ, հիմա երևույթն է, չեմ ասում ինչ արձագանք կտավ, այս պայմաններում ահա հակասությունները սրվում են, ես ասել եմ, հիմա կկրկնեմ, որ այդ գողապետությունը գրոհի պիտի անցնի, ինքը գրոհում է պետության դեմ, նաև պետության վախվորած, ոչ երբես համակարգված գործողությունների հետևանքով, դրա համար իշխանությունից պիտի պահանջել հետևյալը, իրավական պետության մեխանիզմների ավելի հստակ գործադրում, որտեղ դա է փրկության ճանապարհը, հիշեք իմ խոսքը, վստահ գիշեք, որ ես ասում եմ Հայաստանը տառապում է ազատության ավելցուկից, իրավական պետության պակասից, ժողովրդավարությունը, որ կարող է ամբողջավարության վերածվել, շատ է առաջանցել, մինչդեռ քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքը մնացել է, բայց բացահայտվում է որպես ընդհատակյա այդպիսի հարաբերություններ, սրանք էլ ծնում են կրակոցներ, անհամաձայնություններ եւ այլն, եւ նաեւ այս լրատվամիջոցների աշխատանքը մի մասը խրախուսում է, մի մասը չի խրախուսում, օրինակ այն 100 հոգին իբր մարտավորական, շշտելու բան է, ինչ են, բարերարին չի կարելի, դե բարերարին այ բաներ, ինչ ասեմ, չի կարելի, ձեր երեխեքին չի կարելի, որտեղ դուք լավ քծնում եք, սրան նրան կերել եք, բան էլի, հիմա դուք ով եք, այսինքն ինչ է ստացվում, ուրեմն բանակ պիտի գնա խեղճ ու կրակը, պետք է պատժվի խեղճ ու կրակը, հա, նրան կողոպտում են, էլի պետք է նա պատժվի, որտեղ այդ Հայաստանում բոլորը բարերար են, չէ, եւ այլն, հիմա պատկեր են առաջացել, միշտեր մեր պահանջը ձեզ հետ միասին կարող է մեկը լինի, ինչպես արդարադատություն պետք է լինի, արդարադատություն, եւ դա կփրկի ճանապարհը, բայց ես մի բան էլ զգուշացնեմ, եթե սա ընդհանրապես եմ ասում, երկրորդ ենթադրությունն ունեմ, եւ ես շատ հնարավոր է Մոսկվայի կողմից այս իշխանության փոխանցման շրջան է, չէ՞ հիմա փոխանցում է լինելու իշխանության, նոր կառավարություն, նոր ազգային ժողով, ինչ որ է Պուտինի խումբը ուղիղ ազգային ժողովում առաջ չկար, Կրեմլը ուղիղ մտավ ազգային ժողով, այս է մեր հաղթանակը, մեր չէ, որ ասում են հաղթել ենք, ուրեմն այս պարագաներում շատ հնարավոր է դա տաքացվում է, գողապետություն դրսից տաքացվում է, նպատակը
ընդհարումներն են եւ այլն, Աստված չանի այդպիսի բան լինի, հուսանք որ մեր արտադրության համակարգը եւ անվտանգության մարմինները դրանք կկանխեն, բայց դա պիտի բան լինի, դրա համար ինչ ես դժվարանում եմ ասել, մենք ունենք արտակարգ իրավիճակների մասին օրենսդրություն, թե չէ, չգիտեմ ուղղակի, դա ես սխալ ընդունեմ թերություն, եթե ունենք իշխանություն պատրաստ պետք է լինեն նաև արտակարգ իրավիճակների վերաբերյալ, ուրեմն բան անի, այդ օրենսդրությունը գործադրի, առանց որ դեմոկրատիա է բան եւ այլն, դեմոկրատիան է որ ժողովրդի շահերը պաշտպանում ես, ժողովրդի անվտանգությունը, դեմոկրատիան այն չի որ գիտես ինչ կա, մեկը կպնում է մի 1000 հատ էլ բայրակ թարբերում, աչքերը դեմ մտցնում, հարցազրույց բանես կոմենտում, այդ պաշտպանական միջոց է նրանց կողմից, դրա համար այդ մեկը եւ երկրորդը երևի առաջին անգամ ասեմ, որ ես մի վախ ունեմ, որ դա կարող է լինել իշխան վախը, չի որ ես անձնականի մասին չի խոսքը։ Հայաստանում բարձր որ իշխանությունը կա, իշխանությունը բոլոր դեպքերում կայուն է, ավելի է կայունացել, ավելի, բայց տեսեք խնդիրները սրվեցին, ընտրություններից հետո է սրվել հավանաբար, այդ բանն է։ Հիմա դրա համար կարող է եւ փորձ արվի Հայաստանում իշխանության երկու կենտրոն եւս ակտուալացնել։ Մեկը Սամվել Կարապետյանի ռուսական պրոքսին է, Մարիա Զախարովայի այդ խումբը եւ երկրորդը եկեղեցին է, կաթողիկոսի հարցը պիտի լուծվի, ցկցկել անթույլատրելի եմ համարում։ Եվ մենք պիտի ունենանք մեր եկեղեցու դավանանքը պաշտպանող, ուրիշի հետ հարաբերություն չունեցող մեր շահերը պաշտպանող կաթողիկոս, սա անթույլատրել է, 3 կենտրոն կարող է դառնալ, պաշտոնական, պետական, իշխանությունը ազգային ժողովում է սրանց խումբը, ռևանշիստները եւ եկեղեցին, 3 տեսեք իշխանության կենտրոններ, ուշադիր պիտի հետևեք եւ գլխատել փորձերը, ոչ թե իրենց։ Եվ պարոն Շիրինյան, խոսենք նաև, քանի որ ես ուզում եմ անդադ խոսենք նաև մեր ներքին խնդիրներից, վիոլա ջրի հետ կապված Բյուրեղավանում գրանցվեցին նորից զանգվածային թունավորման դեպքեր։ Վիոլա ջուրը հայտարարում է, որ խմելու ջրի շեղումներ չկան։ Հանրությունը պահանջում է եւ պնդում է, որ մարդիկ այդ թունավորումները ստանում են հենց ջրից օգտագործելով, իսկ ջուրը, իսկ նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ արտեզյան ջուր են խառնում, գրաֆիկներ կրճատված է, ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին եւ ընդհանրապես խորհուրդ է տալի, հորդորում է այդ բոլոր հարցերով գնալ դատարան։ Հարության դժգոհությունը չի մարում։ Ինչ անել։ Մասի հետ համաձայնեմ դատարան գնալ, ընդհանրապես պիտի փորձել իրավական համակարգ աշխատեցնել, այստեղ է որ ասում եմ իրավական պետությունը բոլոր նորմատիվներով ուղղությունը, բայց Արփինե Հովհաննիսյանին հարց ունեմ, էլի, ձեր ժամանակ այդ հարցերը կային թե չկային, որ նախարարերը ինչ չէր ուղարկում, ինչ չէր ուղարկում։ Թե տավադրորեն սպասում եք այս օրերին։ Սա այս բոլորը արդյունք է, բայց դա չի նշանակում այսօրվա իշխանության արդարացնել։ Շատ արագ աշխատեք, ես մի բան եմ, գիտեք նկատել, երեք էլ գնացել էի մարզեր, այսպես ասեմ, եւ Գյումրիում Գումայրիում, որտեղ ես գտնում եմ, որ մենք պետք է հայկականանանք բոլոր իմաստներով եւ տարբեր մարդիկ բան Կարծեք թե ընդառնություն կա մեր մեջ, մի անհավեսություն կա ապրելու ժողովրդով ընդհանրապես ոչ միայն։ Սրան պիտի վերջ։ Դե ժողովուրդ ասում է ինչ լավ բան եք տեսնում, որ ողջևորվենք։ Փորձել Չերչիլը գիտեք ինչ էր ասում էր, եթե մոտապես էսպես է, եթե չունեք այսօր տեսնելու, ինչ արեք, ասում էր առասպելականացրեք ձեր անցյալը, որովհետեւ սնվեք եւ շարժվեք, էլի, ես այդպեսի կոչ եմ անում, ինչ է բանը։ Հիմա պիտի ես նույնիսկ կարող եմ ասել ավելի վատ դեպքեր են լինելու, Դարդեմ միանշանակ է, որտեղ աշնանա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են եւ երբ երկրորդ իշխանության զգուշացնում եմ, իմացեք, որ գողապետությունը գրոհելու է, որի թիկունքում լինելու է Ռուսաստանը։ Հետ չկասկածեք, կարող է եւ սրանք իշխանության վերջնական փոփոխության հարցը այստեղ պետք է լուծեն, որտեղ այնտեղ չեն կարողանում, չի ստացվում։ Այսինքն այդ հարաբերությունները դրա համար մի հատ, ինչ ասեմ, արդարության նախարարը թող խորհրդակցություն մի հատ անի, դատախազությունը մի հատ տեսնի եւ անեն եւ հետներն աշխատեն, բայց թե մի ուրիշ խորքային մի բան կա, էլի գողապետություն առանց կոռուպցիայի չի գնում, որտեղ կոռուպցիա այնտեղ պետություն չարենցը կասեր չկա։
Պարոն Շիրինյան, Այս հարցերը Տիմ ընտրությունների մասին, քանի որ խոսեցիք, տեսեք, արդեն ուժեղ Հայաստանը մարզերում է։ Եվ արդեն գնում են։ Կարծես թե հենց իշխանությունից մի քանի քայլ առաջ են եկել, հավաքագրում են խնդիրները, ասում են, ինչպես ժամանակին Տիգրան Ավինյանները ասում, ասեք կանենք, հիմա նրանք էլ են հավաքագրում են եւ խոստանում են անել։ Ընդ որում իրենց առաջարկած ծրագրերը բավականին գրավիչ է։ 5 երեխաների դեպքում անվճար բնակարան օրինակ։ Այդ նույն 300,000 ադրբեջանցիներն են, որ հիմա ադրբեջանցիներ եկել են, ընտրություն լծվել են եւ ինքնուհորողները այնտեղ թամադայություն են անում ադրբեջանցիների հետ կեֆը։ Սա սուտեր չէ։ Սուտեր չէ, ես բանում էլ ասեցի, սուտ է, բայց իրենք աշխատում են։ Էս էլ է սուտ լինել, որտեղ դրանք այդ ռեսուրսները վստահ են այլևս չունեն, դրանց բանը Պուտինը մաշկել ուղարկել է Հայաստան այս վիճակի համար եւ այլն, բայց այստեղ դա մեզ իհարկե չի բավարարի։ Իշխանությունները պետք է հետևեն 1, իրենք ակտիվ լինեն 2 եւ երրորդ մասը կա, իրենցից հաշիվներ պետք է պահանջել, թե ինչ են անում մարզերում, ինչ են անում, ինչի համար եկել այդ օտար երկրի։ Բայց չէ որ օրենքով արգելված չէ։ Դե օրենքները հիմա մարդիկ ազգային ժողով են մտնելու պատրաստի պորտֆելներով հարցերի։ Նիկոլ Փաշինյանն ինքն էր առաջարկում կաբինետներից դուրս եկեք եւ գնացեք։ Հա, հիմա նրանք կաբինետից չեն եկել, Ուրալից են եկել, Կալուգայից են եկել։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, Կալուգան մեր բանը չի։ Թող վերցնեն օրենքները արագ փոխեն, ԿՊ-ն բոլոր ձայներն ունի։ Նորից իօկուտ իրեն փոխել։ Արագ իօկուտ պետության, իրենք որն է։ Իօկուտ պետության վերցնեն օրենքներ կարգավորել իջել։ Դե արեցին, չէ, ազգային ժողովը։ Բայց ընտրելուց հետո արեցին։ Շուտ էր անել պետ, շուտ։ Այսինքն շուտ է պետ, շուտ։ Այդ ականջը բռնել պետ։ Եվ պարոն Շիրինյան, վերջին հարցս, քանի որ մեր ժամանակը մոտենում է։ Բայց դա ռեալ խնդիր է, տեղական ինքնակառավարումը, բայց սրանք իրենք տարբերակ չունեն, շատ հնարավոր է, որ Մոսկվայից հրաման ունեն իշխանությունը վերցնել այդ ձևով Հայաստանում։ Տիմ ընտրությունների միջոցով։ Որտեղ իշխանությունը պիտի նորից առիթ ունեցել եմ ասելու ռեալ իշխանությունը սովորաբար պետություններում տեղական ինքնակառավարման մարմիններում են առաջին հերթին։ Մենք խոսում ենք մարզերի մասին, խոսում ենք գյուղացու հոգսի մասին, տեսեք ուժեղ Հայաստանը գնացել է մարզեր եւ պատահական չէ ըստ երևույթին, քանի որ այսօր գյուղացին մեծ աջակցության խնդիր ունի։ Իսպանիա արտահանած հայկական ծիրանի ամբողջ խմբականակը փաստորեն փչացել է։ Ձկնաբույծերը հայտարարում են, որ ռուսական շուկայում սահմանափակումների վաճառով եվրոպական չափորոշիչներին չեն կարողանում համապատասխանեցնել իրենց ոլորտը եւ ակցիայի են պատրաստվում, ինչի մասին է խոսում։ Նախ ինֆորմացիաները պիտի ճշտել, հետո գնաց ու այդ իսպանական ծիրանը տեսավ հայկական, այդ մեկ ինֆորմացիան տապես պիտի մեր առաջինը տվի, երկրորդ տեսնի որտեղ է տպվել, ինֆորմացիան որտեղ է տրվել, ովքեր են։ Հայկական մամուլում էլ արդեն։ Չէ, հայկական որն է։ Այդ ենքան մամուլ կա, որ այդ ռուսականից կեշ է, թուրքական է, ռուսական է, ադրբեջանական է։ Բայց հիմա ասեցի պիտի դա պիտի ստուգվի, ասելու բան չկա։ Երկրորդ մասն էլ հիմա ինչ է, հերետորական, ինչ է առաջարկում, անկախությունը վաճառենք։ Այդ անկախությունն են ուզում ռուսները վաճառեն, բայց կա մի ուրիշ բան։ Լավ աշխատել է պետք, լավ աշխատել։ Գիշեր-ցերեկ։ Եվ աշխատել համատեղ այն երկրների հետ, ովքեր որ մեզ ձեռք են օգնում։ Եկում օրինակ այսօր ԵՄ-ից 4 փորձագետ է ժամանելու Հայաստան։ Տեսեք ինչ կա։ Նայեցեք, առաջին նախ ինչպես որ ես գիտեմ մեր պետության պատմությունը, ինչ ուզում եմ ասել, Հայաստանում երկու հոգի իմանան չի մնա։ Նման միջազգային իրադրության նպաստավոր վիճակ երբեք չի եղել մեզ համար։ Հիմա ոնց ասեմ, Թրամփը ձեզ ընկեր։ Աշխատեք, ինչ ասեմ, աշխատեք հետները, գոգնեն ամեն ինչով, գոգնեն ամեն, մի վախեք, վախենում են, մի վախեք, և հիմա էլ երևի պետք է քարտեզ լինեն, որ ճանապարհային քարտեզ, ինչպես Ռուսաստանից հեռանալ, մի վախեք, Ռուսաստանից հեռանալ է պետք, ինչքան հետը մնաք վարակից չեք հեռանալու, ինչքան վախվորակ ենքան խփելու է, Ադրբեջանը տեսեք, Ալիևը բան արեց, հետույքին տվեց, տեսնում եք ոնց են ընդունում, եղավ,
Ասում են դե վիճելու բան չկա, այնքան էլ նեղացած չենք։ Ուրեմն սիրում են պետությունները, որ իրենք կանգնում են ծերեթելու բաներին, էլի, մայթերին։ Կանգնեցրեք ծերեթելու մայրերին, շարժվեք առաջ։ Կարող եմ ենք անկախությունը պիտի վիճարկենք այս կանից հետո եւ այլ։ Ռուսաստանը անկախության վերացում է ուզում, Հայաստանի մաֆիան եւս։ Բայց Հայաստանի մաֆիան ես հարց ունեմ։ Արա Ռուսաստանը մեռնում է, դուք ում համար եք այս հարցերը, այս ձևում համար եք անում։ Հա? Հայվանոց եք։ Ռուսաստանը մեռնում է, չեք հավատում։ Դե ասում է, միջև չմեռնի մեր Դե միջև չմեռնի մեր պետությունը պետք է մնա թե չէ։ Իսկ իրավը վերցրեք հավաքեք սրանց։ Հավաքեք։ Այքեզ բան, ոչ թե տարեք ինչ են ասում, տարան բերին, ոտրանք աղջիկ չեն, տարան բերին, նկատի ունեք չեն հավաքում, բայց իրենց աշխատանքի համար 5 միլիարդի պարգևավճարներ են։ Դե հիմա ձև են մեկը առաջարկ է արել, թե մտցրեք չգիտեմ ինչ հոդվածի եւ այլնի մեջ։ Եթե խնդիր կա ապրելու եւ այլն, նաեւ պետք է բացատրվի, բայց նաեւ մնացած հարցերը պետք է լուծվեն։ Մնացած հարցերը պետք է լուծվեն։ Չէ, դե չէ, մենակ այդ ապարատը բանով չի, ապարատին տվեցիք, հետո ինչ, այդ ապարատին տալիս եք, իրենք էլ կոռումպացված են շատերը։ Ընդդիմությունն ասում է հենց երկիրը քայքայում է, օրինակ Աշոտյանը հայտարարում է, որ Հայաստանում այս բանը չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնությամբ եւ սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց։ Հա, այդ Աշոտյանի ժամանակ բաներ չէ, ինքն էլ Գոնե իրենք չխոսեն էլի, ճիշտ է հարցերի շատ հարցեր, ճիշտ է շատ, բայց իրենք երբ որ ասում են այդ մասեր, պղծում են հարցը, երբ իրենք են խոսում, պղծում են։ Չպետք է խոսեն, թե պետք է Դե ուզում են խոսեն ով է լսողը, դրածով է, դուք եք հարցնում, դրածով է լսողը։ Իմ միջավայրում Աշոտյանով ինչ է դիշում։ Եթե գիտեն որ ճիշտ է էլի, ասում են բանն էլի։ Ես ուրիշ դրա ախպոր համար չեն ասում Սևանում եղբայրը ունի բան։ Ինչ-որ տուն բան ունի, առանձնատուն, հա։ Հա, այդ ոնց է ցեղով բան տեղավորվել ես իմ ուրիշ բանից ես խոսում։ Հետո էլ այդ ինֆորմացիան պետք է ճշտվի, որ ասելով չի։ Ճիշտ է թե սխալ։ Հետևենք իրադարձություններին։ Խնդրեմ, հետևում ենք, բայց գողապետությամբ թե ասել, լսեք, Ռուսաստանը ընկնվում է, դուք ինչ եք ուզում։ Ամենաշին տեղը ասեն, դե գնացեք Խերսոն ապրեք, ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում։ Անկախությունը մենք չենք կարող թողել, բացառված է, չի եղել։ Հետևենք իրադարձություններին, պարոն Շիրինյան, շնորհակալություն հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։